Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը, բարև ձեզ Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ձեզնից։ Սրա մասին չէր խոսվում, չէր ազդարարվում, մեկ էլ այսպես նվերի պես հասկացանք, որ դա իրողություն է, երբ որ մամուլում գրվեց, այո, իշխանությունը հաստատեց, որ ինձ այդպես էլ կա, իսկապես Ադրբեջանից պատվիրակություն է եկել եւ հիմա իրենք Հայաստանում են։ Ինչ է նախապատրաստվում հայ ժողովրդի համար։ Մենք փորձում էինք վերնագրել այս թողարկումը ուղիղ եթերը եւ առաջարկեցին գործընկերներս, որ թե ինչ է Մուստաֆայը նախապատրաստել Ալի Նիկոլի եւ հայ ժողովրդի համար, բայց ճիշտ չէր մոտեցումը, թե Ադրբեջանը, Մուստաֆայն ու Նիկոլը միասին ինչ են նախապատրաստել հայ ժողովրդի համար։ Պլանավորած, գեղեցիկ, այսպես ամեն ինչ իրենք տանում են առաջ։ Առավոտ շուտ TV5-ը գրել էր 5-րդ ալիքը տեղեկացրեց, որ ադրբեջանական ինքնաթիռ է իջել Զվարթնոց օդանավակայան։ Սրա մասին բացարձակ խոսակցություն չէր եղել, վերիշխանությունները դրա մասին չէին խոսել, չէին հայտնել եւ քիչ հետո այդ ամեն ինչը հաստատվեց։ Ադրբեջանի պատվիրակությունը այցով գտնվում է Երևանում, փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ հայտնում էին ադրբեջանական լրատվամիջոցները, այնուհետև ԱԳՆ-ն հաստատել է, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ։ Ահա այսպիսի մի բան, Հայաստանը մենք Տիկին Նալչաջյանի հետ շատ ենք խոսել սրա մասին։ Ես երեք իսկապես ինչ որ մի միջավայրում էի եւ շատ ծանր տպավորություն ստացա։ Ինձ մոտ իսկապես վախ կա, որ նախկին նիկոլականներ չեն լինում, դրանք հիմնականում դրանք բան են, այսպես աղանդի նման, աղանդավորների նման մարդիկ են, որոնց շատ դժվար է ընդհանրապես ինչ որ բան բացատրել։ Իմ տպավորությամբ ընդհանրապես իրենք ցանկություն չունեն ինչ որ բան լսելու։ Իրենց համար նախ շատ դժվար է, որտեղ հիմնականում թերուս տգետ մարդիկ են, թերի զարգացած անգրագետ։ Իրենց համար շատ դժվար է ինչ որ բան կարդալ, ինչ որ բան լսել եւ ես կարծում եմ շատ ավելի դժվար է մտածել։ Եվ իրենք ինչ որ մի պահից Տիկին Նալչաջյանը շատ հետևողական սրա մասին խոսում է, ես էլ իսկապես համաձայն եմ Տիկին Նալչաջյանի հետ, որ թշնամին մեզ հետ ամեն անգամ ես հաղորդումը Տիկին Նալչաջյանի հետ սկսում եմ հենց այս կետից, որովհետեւ դեռ տարիներ առաջ էր Տիկին Նալչաջյանը ասում, ես իսկապես այսպես չէի պատկերացնում, բայց հիմա գալիս եմ այն մտքին, որ իսկապես թշնամի ոչ թե այսօր է մեզ վրա աշխատում, 3 չի առաջ օրը, դեռ շատ ավելի շուտ։ Երբ որ իրենք պլանավորում էին 80-ականներից, գուցե 70-ականներից, թե ինչպես պիտի փլուզեն սովետական միությունը, իհարկե արևմուտքը նաև կիրթ, այտենց խորքային բազաներ ունի այս առումով, իրենք ոչ թե աշխատում էին թե ինչպես պիտի փլուզեն, իրենք միայն այդ ուղղությամբ, այլ նաև աշխատում էին այն ուղղությամբ, թե հետո փլուզելուց հետո հետխորհրդային այդ երկրների հետ ինչ պիտի անեն, ինչպես պիտի հակառուսական տրամադրությունները բերեն, հատկապես դա շատ ավելի խորացավ այն ժամանակ, երբ որ հասկացան, որ Ռուսաստանը այնուամենայնիվ հեշտ փլուզվող երկիր չի, կայսրությունն է իր մեծ հզոր պատմական անցյալով, պատմական հիշողությամբ եւ բարձր արժանապատվությամբ եւ կարող է մի օր այսպես ինչպես միշտ բանը այդ սպիտակ արջը զարթնել եւ ինչ որ խնդիրներ ստեղծել եւ իրենք մի շրջան 90-ականներին շատ թափով սկսեցին մեզ վրա աշխատել, իհարկե Հայաստան դռները բացվեց իրենց համար հատկապես երկրաշարժից հետո 88 թվականից հետո 90-ականներին շատ ակտիվ սկսեցին աշխատել, հետո այսպես որպես ոսկե ձկնիկի պես բան էին անում, անդադ տալիս էին մեզ ինչ որ գրանտներ, ինչ որ բաներ, մենք շատ բավականին միամիտ, այդ առումով չասենք միայն մենք ենք միամիտ եղել, մենք տեսնենք թե ուկրաինացիների ճակատագիր, ինչը վրացիների ճակատագիրը, նաև ռուսների, բոլորը այդպես բան ոսկե ձկնիկի բանով տալիս էին, մենք էլ ուրախացած տեսեք, կանանց իրավունքների մասին են մտածում, խոսքի ազատության մասին են մտածում, մեր երկրի ապագայի մասին են մտածում, ինչ եք ասում ինքնիշխան երկիր պիտի լինենք, մեր անվտանգության մասին են մտածում եւ այլն եւ հետո արդեն սկուտեղի վրա այդ ամեն ինչը հրեշավոր գործողությունները արևմուտքը Թուրքիայի հետ միասին անելուց հետո
շատ խորքային 35 տարի հակառուսական տրամադրությունը մեջ ներարկելուց հետո մեզ մատուցեց այն 4 կողմից հարվածելով խլեցին ուղակի մեզանից մեր հայրենիքի մի մեծ կտորը եւ պատրաստվում է արևմուտքը այսօր էլ է պատրաստվում, որտեղ իրենք այսօր երեկոյան արդեն կլինեն Հայաստանում ձեռքի տված սիրելի հայրենակիցներ, հիմա եթե դուք նայեք եվրոպական երկրների Կանադայի վարչապետի նաեւ այցը Հայաստան, նրանց հետ միասին եւ Ադրբեջանի փոխվարչապետի ձեռքի կտան։ Ես ձեզ խնդրում եմ այդ պատկերը տեսնելուց հիշեք, ինչ նույն տեսարաններ Ուկրաինայում, երբ որ գնում էին Սաակաշվիլուն աջակցելու, ինչի վերածվեց Ուկրաինան, ինչպես ահռելի ներողություն Վրաստանը, ինչպես ահռելի տարածքներ կորցրեց։ Այս նույն մարդիկ իրար հերթ չտալով ինչպես են գրկախառնվում, մեջքին տպտպացնում, գլուխը շոյում Զելենսկու եւ ուկրաինացի ժողովրդին ականջահաճ ինչեր են ասում, եւ դա ինչ արժեցավ Ուկրաինային 20-30% այլևս իրենցը չի, 1.5 միլիոն զոհ ունեն, բայց դեռ շարունակվում է պատերազմը, բայց իրենք շարունակում են գգվել, սիրել, փայփայել Զելենսկուն այդ գեղեցիկ տեսարաններով շարունակելով մոլորեցնել Ուկրաինայի ժողովրդին։ Մենք ինչու ենք շատ դառնացած, ինչու, որտեվ մեր եւ նախկին իշխանությունները պիտի հասկանային, որ հանգիստ չնստեին, որ մտածեին, որ արդեն ճոխուշով այդ բան կյանքին իրենք արժանի են, հատկապես նորաթուխները, որովհետև մենք դեռ շատ հարցեր ունեինք եւ իրավունք չունեինք մեզ այդպես պահելու։ Եվ ցավոք սրտի, այսինքն այդ ամենը մենք տեսել էինք եւ թուլանալու իրավունք չունեինք, որտեղ մի օր վստահաբար ասենք թե ունեինք ուժեղ նախագահ իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ կարողացել էր դիմադրել, բայց այդ դիմադրելը մեկ անգամով չէր, նրանք մի անգամ կամ 5 անգամ չեն հարձակվում, Արևմուտքը եւ Թուրքիան հարձակվում են այնքան ժամանակ, մինչեւ որ վերջնական մեզ տապալ են։ Հիմա այսպես եկել հասել ենք այս փուլում մեզ նվեր Ադրբեջանից, բարձ է թե ինչ է նախապատրաստում, արևմտյան երկրների առաջնորդները կգան այս գիշեր եւ առաջիկա 2-3 օրը այս տեսարաններով մեզ կփորձեն խաբել եւ մոլորեցնել։ Իդեպ ես պատահական չեմ համարում, որ մինչև եվրոպական երկրների լիդերների ուրեմն գալը, ահա Թուրքիի հետ այս ուրեմն հանդիպումն է տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ այնտեղ շատ մանրամասների ճշգրտման հարցեր են լուծվում հիմա Թուրքիի հետ, փոխվարչապետի հետ, ոնց էր ազգանունը Մուսաֆաև, այո, որպեսզի ավելի պատրաստ ձևով ներկայանա իր արևմտյան ուրեմն տերերին, Նիկոլը եւ այսօրվա մեր այսպես մտածված իշխանություն, այսինքն սրբագրում է, եկել է սրբագրի, այո, կամ միասին սրբագրել, կամ Ալիևի սրբագրած բանը բերել է տա։ Այնպես չի որ նորեն պայմանավորվելու, իրենք վաղուց, իրենք այսպես ասեմ, այն գլխից պայմանավորվածությունների մեջ են, մենք շատ լավ գիտենք ինչպես համահունչ են, սրանց քայլերը։ Բոլոր ասպարեզներում, դա եկեղեցի լինի, դա սահմանների հարց լինի, բոլոր հարցերում, գերիների նկատմամբ այդ վերաբերմունքի հարցը։ Հիմա այնպես չի, որ իրենք նոր ինչ-որ ընդհանուր, այսպես համաձայնությունների են գալու։ Համաձայնությունները, ես կարծում եմ, որ կան, ուղղակի վերջին շտրիխներն են, այսպես ճշգրտում, թե ոնց ներկայանան արդեն արևմուտքին, որը վաղը գալու է այստեղ։ Ուրեմն սա այդպես, գիտեք, իսկ ինչ վերաբերում է Անժելա, դուք որ շատ լավ այսպես մի հատ էքսկուրս արեցիք, գիտեք ինչ, ես ինձ համար ամենամեծ այսպես ցավը, ամենամեծ ինչ ասեմ, այն պրետենզիան, որ ես ունեմ նախկին իշխանությունների նկատմամբ, նա է, որ իրենք չկարողացան հասկանալ, թե ինչ ճանապարհով է գնում աշխարհի համաշխարհային զարգացումը, թե ինչ է նշանակում գործակալական ցանցերի, այդպիսի տարածում ամենատարբեր երկրներում, այդ թվում նաև մեր երկրում։ Գիտեք ինչ, դեռ 60-ական թվականներից Միացյալ Նահանգներում ձևավորվում, մշակվում են հոգեբանական պատերազմի բոլոր մանրամասները։ Մեր նկատմամբ այո վաղուց ի վեր հոգեբանական պատերազմը հայտարարված է եւ մենք դա գիտեք ինչ երբ քո վրա գալիս են զենք ու զրահով դու դա տեսնում ես հոգեբանական պատերազմի զենքը անտեսանելի է
Օրինակ դա կոչվում է, այ հոգեբանական պատերազմի տեսության մեջ, այդ նախնական պատրաստվածության շրջանը կոչվում է ուրեմն արտ նախապատրաստություն։ Արտը դա արվեստ բառն է, հա, նախապատրաստել արվեստով։ Այդ բոլոր խեղ կատակությունները, որ մենք էկրանից տեսնում ենք, հա, բոլոր տեսակի ինչ-որ հումորային հաղորդումներ, ռաբիսի էսպես տարածում, հա, որ խեղդում է արդեն մեզ, մեր ժողովուրդը, մանավանդ երիտասարդ սերունդը, մեծ մասամբ չգիտի մեր պոեզիան, չգիտի մեր գրականությունը, ինքնության վերաճանաչման լուրջ խնդրի առաջ ենք մենք կանգնում։ Իսկ դա տարիներ շարունակ արվել է։ Տեսեք, մտավորականների որոշակի շերտեր կային, անհատներ կային, որ միշտ այդ հարցը նախկին իշխանությունների ժամանակ էլ բարձրացրել ենք, չէ՞, թե հեռուստատեսությամբ այսինչ երաժշտություն է հնչում, չէ՞, պետական հեռուստատեսությամբ, այսինչ հաղորդումներ են, հա, չգիտեմ, հումորի անվան տակ, մարդկանց իջեցնելու այս քաղաքականությունը, այսինքն կներեք, լավ նյութ է նախապատրաստվում այդ հոգեբանական արդեն են մյուս գրողների համար, այնպես որ այս նախապատրաստումը վաղուց է եղել եւ չգիտես ինչու, գիտեք, գիտելիքների պակասի հետ եմ ես դա կապում։ Պարտադիր չի, որ երկրի ղեկավարը ինքը ամեն ինչ իմանա, բայց ինքը պիտի process-ները կարողանա հասկանալ եւ իր կողքին լինեն մասնագետներ, ովքեր այսպես հա մատնացույց կանեն, որ այստեղ վտանգ կա։ Օրինակ այդ ՀԿ-ների այդ առատությունը, այն գրանտային ծրագրերը, որ արվում էին, հարցեր առաջանում։ Այս մարդիկ այս իրենց փողը չեն ափսոսում, այս ինչ փողեր են ներդնում, հա, ինչ որ մի հատ տարբեր երկրների համար է թվում նաեւ Հայաստանի, որ կանանց նկատմամբ բռնություն, չգիտեմ, մարդու իրավունք, կանանց իրավունք եւ այլն։ Ինչ էին հետապնդում էին այն, ինչին իրենք արդեն հասան։ Այնպես որ հոգեբանական պատերազմը նույնիսկ այսպես տարբեր խմբավորումներ ունի, հա, տեղեկատվական խմբավորում, հոգեվորի վրա ազդելու խմբավորում, մարդկանց հիմարացնելու խմբավորում, այդպես էլ կոչվում է, գիտեք։ Հիմարացնելու, այո։ Այդ բանը, հա, դեբիլիզացիայի, այդպես է կոչվում։ Ես ոչ թե ինչ-որ վիրավորական բառ եմ ասում։ Չէ, որ մտցրել են իրանց ուղեղը եւ ինքը չի էլ ուզում։ Այսինքն այնպիսի վիճակի մեջ դնես մարդուն, որ ինքը այսպես պատի նման մի բան է դառնում, դիտակցությունը կառավարվում է։ Տեսեք, ես ուզում եմ շատ ավելի կոնկրետ, պարզ, պրիմիտիվ բան օրինակ եմ բերում։ Մարդիկ ցեղասպանությունից հետո, ես գիտեմ մարդկանց, որ իրենց հայրը, պապը այդ ցեղասպանության միջով անցել են, իրենք գիտեն։ Երկու մասի է բաժանվել Հայաստանը, հա, այս մի հատվածում Թուրքիայի տակ է մնացել, ահա, այս մի հատվածում Թուրքիայի տակ, այս մյուս հատվածում Սովետական միություն Ռուսաստանի, ճիշտ է, դրանից առաջ էլ կայսրություն, ռուսական կայսրությունն է եկել։ Հետո այս թուրքական հատվածում մենք ինչ ենք տեսնում։ Ինչ ենք տեսնում։ Բնաջնջված, ավեր, կոտորած, ոչ մի հայկական հետ չկա։ Ինչ-որ մեկը թող փորձի ասել թուրքը փոխվել է։ Հիմա ինչ է կատարվում մեր սրբավայրերի հետ, հենց թեկուզ Արցախում։ Հիմա դրանք կգան։ Ավիրված բան, ես խոսում եմ, 3-4 օր խոսում եմ, ասենք դեբիլ են մարդիկ, ես չգիտեմ ուղղակի, կոնկրետ, այստեղ տեսնում եմ ինչ է։ Մյուս հատվածում, այս արևմտյան Հայաստանից ինչ որ մի մաս եկել է Սիրիայով, տարբեր ճանապարհով եկել է այստեղ այս հատվածում Արևելյան Հայաստան, Ռուսա Հայաստան, հետո Սովետական միություն։ Փոքրիկ հազիվ հավաքել բերել են մի 300,000, 400,000, հետո Ստալինը բոլորին հավաքել է, կանչել բերել է, հետո էլի ներգաղթ եղել, ինչ ա եղել, եկել են հայկական ինքնություն, մի հատ մեծ 3-7 միլիոնանոց Հայաստան ա եղել իր ամեն ինչով, ռուսների շնորհիվ Սովետական միության շնորհիվ։ Այս մարդը ցեղասպանվածի, որ ցեղասպանությունից հազիվ մազապուրծ եղել մեկը այդ Գերդաստանից, դրա ժառանգն է, ասում է ռուսին թշնամին է։ Այդ անասունին ո՞նց կարելի է բացատրել։ Ես չգիտեմ, դա անհնար բան է։ Ասում է ցեղասպանությունը ռուսն է արել։ Ասում է ռուսներն են էս, ասենք ռուսը Հայաստանում հայ ժողովուրդը ծաղկել է։ 300,000-ից դարձել է 3,700,000, 3-4 միլիոնանոց են Հայաստանից, արևմտյան Հայաստանից, հայ չկա այնտեղ, բոլորին ջնջել են, հողին հավասարացրել, մաքրել են, դարձրել են Թուրքիա մեր հաշվին, մեզ վռնդել են, ասում է ոչինչ, ես Թուրքիա հետ կարող եմ, կամ ասում է ոչինչ, ես Նիկոլից մի քիչ հիմա մոդա չի էլի նիկոլականները, բայց կգնա, ասենք ավելի թուրքի, Նիկոլից ավելի թուրք, Արամ Սարգսյանին կընտրի, Նիկոլից ավելի թուրք, Շիրինյանին կընտրի, Նիկոլից ավելի թուրք, Արման Բաբաջանյանին կընտրի, կլսի Նիկոլից ավելի թուրք, Վահագնի որդի ես իմով եմ, թուրք,
Թուրքական քարոզ, մաքուր թուրքական քարոզ, ոնց բացատրես այս մարդկանց, որ դուք, ես չգիտեմ, կենթանին անգամ երևի բնազդով գլուխը շարժում է, հասկանում է, չէ՞։ Գիտեք, Անժելա, մեզ հաճախ թվում է եւ մենք սխալվում ենք, որ եթե մարդը բախվում է ինչ-որ մի հատ փաստի հետ, որը չի համընկնում իր տեսակետին, ինքը միանգամից պիտի տեսակետը փոխի։ Սա շատ միամիտ տեսակետ է, հա, մարդու բնույթը այնպեսին է, որ ինքը կարող է ասել դու փրկվել ես, դու կաս գոյություն ունես, որովհետեւ Ռուսաստանն եկե փրկել է Սովետը, արդեն ունի քարացած դիրքորոշում։ Ինչ պիտի անես այդ քարացած դիրքորոշումը իր անձի մի մասն է։ Ինքը թույլ չի տա, որ դու իր անձի, իր մարմնի մասը փոկես։ Հասկանում եք, ինքը դրա մեջ ինքնահաստատված է։ Ինքը այդ թեմայով իր հարևանների հետ է խոսել, վիճել իր բարեկամների հետ, հա, իրեն դրանով ինքնահաստատված է զգացել։ Այդ դիրքորոշումները փոխելը հեշտ բան չի։ Մի գիրք չի կարդացել, 5 տող չի կարդացել, որ իր համար գիրք կարդալ արժեք է։ Իր համար դա դժբախտություն, որ մեր հասարակությանն այնպես չէ, որ դու տգետ, դու երկու գիրք չես կարդացել, դու ոնց կարող ես դատողություններ ես անում։ Դու ընդհանրապես պիտի բազմանաս, մեռնես գնաս։ Անժելա, գիտեք ինչ, հենց դա է, որ այդ նախնական նախապատրաստության ընթացքում ինչ են անում, այ մարդկանց աչքում արժեքները ուրեմն իջեցնում են, փոխում են արժեքները։ Նիկոլ եկավ, ասես դու վարչապետ ես, ինքը հավատաց, հետո մեկ է տեսնում է Նիկոլ ինքը վարչապետ իր թիմով միլիարդեր է դարձել, ինքը էլի խեղճ ու կրակ սոված ծառավ մի կտոր մսի համար գնում է իր քրչոտ կյանքով։ Չէ, բայց ինքը նույնիսկ հակառակն է ասում, ասում է նայեք, ծաղկում է երկիրը, ո՞նց չեք տեսնում։ Ինքը դա է շարժության մեջ է։ Հա, բայց ինքը գտնում է իր սուբյեկտիվ ինչ որ որպեսի իր դիրքորոշումը չփոխի, անձը որպեսի հաստատված մնա, մարդը պատրաստ է նաև ինքնախապեյության։ Ինքնախապեյության զոհեր են իրենք։ Եվ տեսեք, հարց ինչ անել, սա շատ լուրջ հարց է, դիրքորոշումների փոփոխության հարցը, լրջագույն հարց է, եւ դա ընդամենը մի փոքր օղակն է, երբ դու մարդուն ներկայացնում ես իրական փաստը, ասում ես, տես, փաստը սա է, քո իմացածի հակառակն է։ Դրա համար էլ քարոզչությունը պատահական չի, որ տարիների ընթացքում այսպես նախնական իջեցնելով արժեքային համակարգը, իջեցնելով մշակութային ընկալումները, հա, գեղագիտական ընկալումները մարդկանց մի հատ զանգված են ստեղծում, որի հետ հեշտ է աշխատել։ Դուք երեք եղել եք այդ զանգվածի շրջանում, հա։ Հիմա դրա համար ինչ անել։ Լուրջ աշխատանք է պետք, այսինքն պետք է քարոզչական գրագետ աշխատանք, այնինչ ես նոր ասում եի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն 60-ական թվականներից իրենք զբաղվել են սրանով եւ ինչ են անում, նախապես ուսումնասիրում են այդ հասարակությունը, այդ հանրույթը, ում վրա աշխատելու են, հա, ուսումնասիրում են ինչ ստերեոտիպեր կան, թույլ եւ ուժեղ կողմերը, այսինքն էթնոմշակութային յուրահատկություններ ուսումնասիրում են, այդ հաստատություններում, որոնք արդեն 60-ականներից ստեղծվել են, հա, ամնում, իրենք շեշտը դնում են մշակութային յուրահատկությունների վրա, օրինակ ասենք վիետնամցիների հետ մի ձևով պետք է աշխատել, հաշվի առնելով իրենց ազգային յուրահատկությունները, չգիտեմ, հա, ասենք բանա։ Բայց Տիկին Ալշեջան, ես գիտեմ, որ դուք ուսումնասիրում եք, արդյոք հիմնականում նույն մոտեցումը չի, ինչ որ իմաստով իջեցնել անասունի մակարդակ, ուտելն է կարևոր։ Այո, ինչ հայրենիք, ինչ երկիր, ինչ որ մի բան։ Մի հատ անասունություն են մտցրել, ես ազատ մարդ եմ, դա միայն դա մասը կասի, չէ։ Ինչ ասել, դեմիլներ, ինչ ասել այս ազատ մարդը։ Խմբային ինքնությունը փոխարինում են անհատական ինքնությամբ։ Հիշում եք, սրանք երբ էր այդ 21-ի ընտրությունների ժամանակ էր մի հատ դեվիզ ունեին, ինչ որ մի բաներ ու երջանիկ անհատ։ Մարդկանց դժբախտությունը մտցնում են մարդկանց տները, սուկը ողբը զավակներին սպանում են, բայց քեզ խոստացել են երջանիկ անհատ, այսինքն իրենք դագաղը բերում է քո դռանը, որդու դիակը բերում է, բայց դա ներկայացնում է որպես երջանկություն։ Չէ, ինքը խոստանում է, բայց անում է դա։ Բայց ռեալ մարդը տեսնում է, չէ՞ որ ինքը խոստացավ երջանկություն, ինքը խոստացավ լավ պայծառ ապագա, ինքը քառագլուխ պատերազմ է Նիկոլը քառագլուխ պատերազմ է։ Նիկոլը բերել է Արցախի, Սյունիքի այդ տարածքները ամեն ինչի կործանում, այսքան դիակներ, բա տեսնում է, չէ՞ ինքը կոնկրետ իր մաշկի վրա։ Ուրեմն հանուն արտահայտության պետք է ասել, որ ժողովրդի մի ճանշող մեծամասնությունը արդեն շատ էլ լավ հասկանում է եւ այդ խապեյության խայծերը նույնիսկ այնպեսի քաղցր խայծ է, ինչպեսին խաղաղության խայծն է, ու չի տալու։ Բայց ինքը իրեն շարունակում է խապել, ինքը ասում է ես այդտեղ լավ Նիկոլը գուցե ինչ որ խապել է, բայց իմ թշնամի ռուսն է։
Ասում ես որտեղ է ռուս, ասում է մի խոսի։ Ես երեք բախասը մի խոսի։ Ասում եմ, փաստարկ չունի, ես ասում արի մի հատ հանգիստ խոսենք։ Դու քեզ, քանի որ թուրքերը հասկացել են, որ այս երկրի ուժեղ տղեն Ռոբերտ Քոչարյանն է, իրանք հետո 2008 թվականին հասկացան, հետո 600 անգամ երկիրը աճ է զարգացել է, տեսել են սեղանիկից, մոմիկից, ամեն ինչից երկիրի ուր է հասցրել, բացի այդ ուժեղը դիմադրել է, ինչ են կանում, Ռոբերտ Քոչարյանի դեմ հակափիառա գնում։ Նախկին իշխանությունների մեջ էլ մի հատ ջահելների գյադեկի խումբ կար, որտեղ իրանք էին ուզում գալ իշխանության, մտածում են Ռոբերտ Քոչարյանը Պուտինը իր բարեկամն է, կոկնի կմնա իշխանության, էլի հակափիառ էին անում։ Դե Ռոբերտ Քոչարյանը փիառից բան չի հասկանում իր թիմով, տենց գնաց ու գնաց ընկավ դրա տակ։ Ու միջև հիմա Ռոբերտ Քոչարյանը չի հասկացել, որ իր թիմում փիառից չեն հասկանում, իրան մոլորեցնեն ու ինքը դրա զոհն է առաջին հերթին։ Փոխանակ դրա դեմ պայքարի, այն իր հակափիառանողների դեմ է պայքարում։ Էսի դեպի կարգով։ Հիմա ասեմ դες, օրինակ երեկվա ձեր զրույցը, որ դուք նկարագրում եք այդ մարդկանց հետ։ Չեն ուզում լսել իրան։ Ես արդեն հասկանում եմ, որ դա անպտուղ է լինելու։ Ինչու՞։ Որովհետև դուք, այսպես ես սիմվոլիկ ասեմ, իրեն չեք ասել դու վարչապետ ես։ Տեսեք, սրանք ինչ էին անում, ճիշտ քարոզչությունը, հա, գրագետ մարդու հոգեկանի առանձնահատկությունները հասկանալու քարոզչությունը ո՞րն է։ Դու սկզբում, չէ, դու սկզբում իր մասին ինչ-որ մի հատ դրական բան ես ասում, հա։ Ցանկացած մարդու մեջ ինչ-որ մի հատ դրական, ասենք դու, չգիտեմ, գյուղատնտեսությունից այսքան լավ այսինքն Նիկոլենք եւ Արևմուտքը սկզբում այդպես խաղացին, ասեցին դուք ամենավարչապետներն եք։ Սկզբում դա արվում է, տեսեք ինչ է, մարդը դրական է տրամադրվում քո նկատմամբ։ Իսկ եթե դու միանգամից գնում ես դեպի քննադատության, ձեր մեջ արդեն անտունտ է առաջանում։ Դուք ինչ էլ ասեք, ինքը չի ասելու, հա, նեգատիվիստական է։ Եթե անգամ ինքը գիտի, որ վաղը գալու են մտնել, եթե անգամ գիտի, ինքը պաշտպանում է իրեն։ Ինքը գիտի, որ քարտեզով Ադրբեջանը այդ տարածքը համարում է Իրանը, բերելու է 20000 հետև ու ասելու է ռադեղի քո տնից։ Գիտեք ինչ, մարդկային հոգեբանական ինքնապաշտպանությունը այնպեսին է, որ ինքնապաշտպանության հիմքում շատ հաճախ ինքնախապեյությունն է դրված։ Չէ, դա մեզ հետ չի պատահի, դա ուրիշների հետ է պատահում, հա։ Տավուշի գյուղերի հետ կպատահի, բայց մեր հետ չի պատահի, մեր յուղի հետ չի պատահի։ Այսինքն այս հոգեբանական ինքնապաշտպանությունը, եթե ուժեղ է արտահայտված, դա դառնում է շատ ցավալի եւ շատ վտանգավոր ինքնախապեյություն, մեր ժողովրդի հետ հատված, ում հետ դուք երեք շփվել եք։ Այդ ինքնախապեյության զոհն է։ Եվ նաեւ, գիտեք ինչ, իր անձը կարևորելու ինչ որ մի բան է։ Ասում է, ապացույցներ էլ պետք չեն, ոչ գրագիտությունն է հերիքում, ոչ էլ փաստարկներ ունի, հա, որ այդ մասին խոսի։ Հիմա այս մարդկանց հետ յուրահատուկ աշխատանքի ձևեր կան։ Իրենք մեզ հետ աշխատելիս այս տարիների ընթացքում իրենք շատ լավ ուսումնասիրել են, հա։ Գիտեք, ցանկացածի իրենց եթե ուսումնասիրում ես, Արմինեն էլ կհաստատի, ուրեմն նայում ես իրենց հեռախոսը հատուկ։ Դու հետս մարդկա միշտ ասում է դու հեռախոսդ նայեմ։ Մտնում է YouTube թերթում է, Facebook-ում թերթում է, այդտեղ կրած ունեն իրանք։ Ամբողջ այդ նյութերն է իրանց։ Այսինքն վաղուց իրենք այդ մարդկանց կապել են եւ Facebook-ով, եւ YouTube-ով կապել են։ Իրանք այդ ցանցի տակ են, չգիտեմ, ազատության, բանի դրա համար է տեղեկատվական Նիկոլենց կայքերի, բանի, իրանք բոլորը դա ոնց թերթում ես, գրում արդեն դրա տակ են։ Որովհետեւ շատ արդյունավետ է։ Պատահական է, որ այդ իրենց այդ լրատվամիջոցների այդ կայքերի վրա իրենք հսկայական գումարներ են ծախսում։ Ինչ է այդ գումարները բանա 3 առաջ օրը արդեն սոցցանցերում իրենք գիտեն որ արդյունավետ է ու դնում են չեն ափսոսում գումարներ դնել, որովհետեւ դրա համար էլ այդպես ծաղկում է դա տեղեկատվական պատերազմի շատ կարևոր մի հատ։ Տեսեք, հերթական ավերը Ադրբեջանի վանդալները վնասել են օկուպացված Մարտունի Սուրբ Ներսես մեծ եկեղեցու գմբեթի խաչը 2026 թվականի ապրիլի 26-ին այսպես շարունակ ակնհայտ է դառնում որ ստակները ասեն թուրքը փոխվել է։ Դե թող ասեն թուրքը փոխվել է։ Այդ նույն թուրքը, գիտեք որ եկավ Գորժ Գայլերի բան ցույց տվեց, ուրեմն հաղորդում է փաստաբանների ներկայացվել այս անձի դեմ, այս թուրքի, որ նաև պաշտոնյա է, թե падգամավոր է, ինչ է, քար լռություն կա իշխանությունների կողմից, ոչ մի ձայն չկա։ Իմիջիալոց ես չգիտեմ, Արմինեն էլ եկավ լավ է, երկու մասնագետ, ուրեմն 3 այս ադրբեջանցիները տարածել են շունը հաչում է, ասում են, ինչ-որ խփում են հաչա, գլխարկը դրել են համապատասխան անձի, անունը վրան գրած, անունն են անդամ տալի, այդ գլխավոր վարչապետի, էլի, դե մենք 3 միլիոն է, բայց այդ գլխավորի, ու ասում են զվարճանում են երաշտյան տակ, ու դա անդադ սենց բանը տարածվում է, հիմա
ադրբեջանցիները իմիջիալոց այդպես բան խորամանկ բան էլ իրենց չեն պահում, իրանք քայլորանք էլ են հիմա շատ բաց է ամեն ինչ։ Ես չգիտեմ, դա արժե ցուցադրելու ասել ես մարդը գնում է խաղաղության։ Օրինակ դա կարելի է ցուցադրել։ Տիկին Նալչաջան կարելի է, Արմինե կարելի է դա ցուցադրել։ Ինչ չէ, հիմա արդեն այդ բանը փոխվել է, խաղի կանոնները, բոլորն են բաց խաղում։ Ալիևը բաց չի ասում իր մտածումները։ Այսինքն մենք ցույց տանք, որ ընկեր, դու գնում ես խաղաղության, դու տես ինչ են անում քեզ հետ, ոնց են զվարճանում։ Դե հա մենք արդեն այդ դրա մեջ ենք ինչքան ժամանակ է։ Ինչ որ ազդեցություն դա թողնում է, չի թողնում որևէ ազդեցություն։ Մենք արդեն այնքան բան ենք սովոր։ Գիտեք ինչ, երբ անընդհատ քեզ խփում հարվածում են, քո զգայությունները, քո ընկալումները բթանում են։ Դու չգիտես, հա, որի կողմը դառնաս։ Եվ մեզ անընդհատ այսպես հարվածներ են հասցնում, անընդհատ մեզ նվաստացնում են։ Եվ մարդիկ մի տեսակ արդեն այսպես ոնց որ բժժացա, ինչ որ մի հատ վիճակում է մեր ազգը։ Ես դեմ եմ շատ այսպես մարդկանց քննադատելուն։ Իհարկե ինչ որ մի շերտ կա, որ անհուսալի է, հա, եւ նույնիսկ չարժի դրանց վրա ինչ որ շատ մեծ ջանքեր գործադրել։ Հա, ինչ որ մի շերտ կա, որ կապված է հազար ու մի թելերով այս իշխանությունների հետ, բարեկամ են, չգիտեմ իրար հետ Աստված գիտի ինչ կապերի մեջ են եղել, բայց հիմնականում ժողովրդական տրամադրությունները ակնհայտորեն փոխված են եւ մենք պիտի հույսը դնենք այ հենց այդ մեծ զանգվածի վրա, ինչ որ մի զանգված է ձեր ասած, միշտ էլ կլինի, դա անհնար է որ չլինի։ Անհնար է, որովհետև իրենք, գիտեք, կա ռիգիդություն հասկացությունը, հա, հոգեկան process-ները, ընկալումները, մտածողությունը եւ այլն քարացած, փայտացած վիճակում են։ Հիմա այդ մարդկանց ինչ որ բանում համոզելը շատ դժվար է։ Գիտեք ինչպես, այս իրենց վրա ազդում են ուժեղ ներշնչումները։ Օրինակ հիմա ամենաուժեղ ներշնչումը, որ կատարվում է իշխանությունների կողմից, դա վախի մթնոլորտի ստեղծումն է, որովհետև իրենք համոզելու բան չունեն, ապացուցելու բան չունեն, հա, հասկանում եք, փաստերը լրիվ իրենց դեմ են։ Հիմա իրենք ինչ են անում, մահակի արդեն բանը վախեցնելու։ Տեսեք, բոլոր մեր բանը բայց վախեցնում է, թե ասում ես ցեզանից մեկն եմ, կոճակը սփոքվել է, եկել կարում եմ, ահա, բայց միևնույն ժամանակ կոշիկից տակը ներբանվան եղել եկել ամրացնում եմ, ձեր նման եկել եմ ձերքով միսը փոքում բանդարկյալներով, հա, բայց մյուս կողմից էլ ինքը մտել է գյուղացնեց, ինչը, ասա, բան ես ասում, ասա, եկել եմ հավասարի խոսում եմ։ Դե դա այնքան հայտնի տեխնոլոգիա է, որը ինչ որ չափով կաշխատի այդ մարդկանց մոտ, բայց դա արդեն դա էլ չի աշխատում։ Դրա համար իրանք ավելի շատ վախեցնելով են զբաղված այսօր։ Հա, վախեցնելով են զբաղված։ Տեսեք ինչ որ մեկը, ինչ որ մի բան, ինչ որ բարերից են կարճում եւ չգիտեմ, առանց հիմքեր ունենալու մարդկանց բանտեր են տեղափոխում, հա, ազատազրկում են մարդկանց։ Սա իրենք հասկանում են, բայց ոչինչ կգնան, ինչ որ մարդկանց, հա, չգիտեմ, ինչ որ մի հատ հողագործների մոտ եւ այլն, բայց այդ մարդիկ են գլուխ բարձրացնում։ Մենք չենք տեսնում, որ այդ մարդիկ էլ արդեն ինչ-որ ձևով կանգնում են, ուզում են իրենց ասած ասել։ Միշտ չէ, որ այդ դա բոլորն էլ զզվում են։ Բայց իրենց համար էլ են իրենք ուժեր ստեղծել։ Տեսեք, քանի այդպիսի ուժեր կան, Շիրինյաններ, Արամ Սարգսյաններ, քանի այդպիսի, էլ չեմ ասում, թե արդեն տարբեր ծուղակներ են, հայրենակիցներ, ամենամեծ ծուղակը բոլորին դեմ եմ, այսինքն դու գնում եք բոլորին դեմ քվյարկեք, որ Նիկոլը մնա։ Կամ չգնաք։ Սա ամենամեծ ծուղակն է Նիկոլ, եթե դու գնում եք քվյարկում եք բոլորին դեմ, ուրեմն դուք քվյարկում եք Նիկոլ Փաշինյանին։ Սա Նիկոլի, այո, ինչպես ասացիք, ամենամեծ ծուղակն է։ Գիտեք ինչ, կամ էլ այսպիսի բաներ են, հա, նետում, այսպես ստերեոտիպացած, քարացած արտահայտություններ, դե մեկը իրանք անցնելու են։ Սա շատ վտանգավոր մտածողություն է, հա, դե մեկը իրանք անցնելու են։ Եթե այդպես է, ել ես տնից ինչի դուրս գամ, եթե ես համոզված եմ, որ մեկը անցնելու են։ Կամ մեկ էլ դեմքի խելացի արտահայտությունն է, այսպես ընդունած ասում են, ինքը չլինի ով լինի։ Այդ դա նիկոլականներն են։ Դրա եթե մարդը ասում է այդ նախադասությունը, ինքը չէ, Նիկոլը չլինի, բա ով լինի, տրամաբանորեն բխում է, այսինքն իրենից լավը չկա, ահա։ Ով այդպես է ասում, ինքը Նիկոլ է։ Բայց սա էլ է ստանդարտացված։ Իմիջիայլոց մի հատ ես խնդրի սա էլ մեկնաբանեք։ Երբ որ ասում ես դու Նիկոլ ես, դա ոնց որ ամենախորը վիրավորանքերն իրանք ինչու։ Գիտեք ինչ, այսպես է մի տեսակ բան աշխատել է չորնի, յարեն ասում դա աշխատել։ Գիտեք ինչ, արդեն չէ որ այդ մարդիկ արդեն նաև տեսնում են այն ամեն ինչը ինչ արվում է, հա։ Օրինակ ասենք այդ ուտելը, այդ բանը, այդ պահվածքը, մարդկանց խաբելը, մի բան ասել, մի ուրիշ բան անելը, տեսնում են մարդիկ։ Այսինքն մենք կարողացել ենք հասնել նրան, որ դա դավաճանություն, այլանդակություն, ստորություն է գնալ այդ մարդու հետևից։ Ինչ որ չափով այո։
Բայց իրենք ասում են, որ ընտրելու են Արամին, ընտրելու են Շիրինյանին, Բաբաջանյանին, որովհետև մի տեսակ արդեն վատ տոն է, որտեղ իր ամբողջ կերպարով այդ մարդը արդեն այնպիսին է, բայց նրանք էլ նույն թուրքերն են, որ վատ տոն է ասել, որ ես, ասենք, Նիկոլին եմ հավանում։ Իրենք արդեն հիմա ընդունված է սա, դե ես Նիկոլին չեմ հավանում, բայց այն մյուսները եւ գտնում են ալտերնատիվներ։ Հա, Նիկոլիկներ են գտնում այդ ձեր ասածները, փաստորեն այդ նույն մարդիկ է։ Նիկոլեն ուղղակի Նիկոլիկ են, տարբեր այսպես դեմքերով, հա, այսպես ինչ-որ դիմակները փոխված։ Նույն մարդիկ են դրանք։ Հիմա գիտեք, Նիկոլը արդեն այնքան փաստեր է տվել իրեն չհավատալու, իրենից զզվելու։ Այս մարդիկ դեռ այդ աստիճանի այդ փաստերը մարդկանց ներկայացված չեն, իրենց գլուխներում դեռ չկան։ Եվ իրենց դիրքորոշումը ավելի հեշտ կգնա դեպի այնտեղ, քան թե դեպի ավելի սոլիդ մարդիկ, ովքեր ուրեմն լրջագույն շանսեր ունեն երկիրը վիճակի ցանելու։ Ինչ տպավորություն ստացա 25-ի միջոցառումից, չգիտեմ, մեկն ասում է խորոված փարթի, մեկ ասում է լափելու փարթի, ինչ է։ Դե գաղտնիք չէ, որ իրենք աշխատում են, եւ դա հոգեբանական պատերազմի մեջ շատ հայտնի մոտեցում է, աշխատում են շատ լավ օգտագործելով սիմվոլիկան, որովհետև սիմվոլը առհասարակ մարդու հոգեկան կյանքի համար հսկայական նշանակություն ունի։ Գիտեք, սիմվոլը նույնիսկ այսպես են ասում, հա, որ կոճակի նման բան է, որ սիմվոլին կպնում ես, այնտեղ հսկայական հոգեկան ուժեր սկսում են տեղից շարժվել։ Հիմա տեսեք նույն Մասիսը, չէ, Մասիսի Արարատի նկատմամբ այս ինչ արշավ է, նույն ցեղասպանությունը ապրիլի 24-ը, հենց թեկուզ որպես ապրիլի 24, այդ պատկերը, այդ թիվը, այդ ամիսը մեր մոտ արխետիպային նշանակություն ունի, շատ խորքային սիմվոլիկ նշանակություն ունի ցանկացած հայ մարդու մոտ։ Եթե ուզում ես ինքնությունը ոչնչացնել, մի հատ էլ հարված հասցնել ինքնությանը, ինքնագիտակցությանը, հարված հասցրու սիմվոլներին։ Հիմա իրենք այդ խորովածի օրը ինչ է, պատահական չէ, որ ցեղասպանության հաջորդ օրը մենք լավ գիտենք, որ ինչ որ մարդիկ, ովքեր ապրիլի 24-ին չեն կարողացել բարձրանալ, դեռ այնտեղ խոսք է լինում ապրիլի 25-ին մարդիկ գնում են, մինչև նույնիսկ մայիսի 1-ը ներառյալ այդ հոսքը դեռ այնտեղ շարունակվում է։ Հիմա իրենք ինչ են անում, ոչնչացնում են նաև այդ սիմվոլիկան, որը միավորող նշանակություն ունի։ Ինչքան ուզում եմ մենք տարբեր հայացքներ ունենանք, հա, ցեղասպանության փաստի նկատմամբ բոլորս այսպես կմիաբանենք բնականաբար սփյուռքով բոլորը։ Հիմա իրենք դրան են հարված հասցնում, հա, չգիտեմ, դեռ մինչև էլ նախապատրաստական են, որ պարլամենտում են մեկը կա, որ ասում է լպտի ապացուցենք, հա, ովքեր են, հա, չէ, բանը Անդրանիկ ինչան, հա, լպտի ապացուցենք այդ ովքեր են եղել, հա, ինչ որ անուններ պիտի բան անենք, գտնենք ուրեմն ցեղասպանության ժամանակ քանի մարդ է զոհվել, ովքեր են եղել, անուն, ազգանուն, հայրանունով, չգիտեմ, հասցեներով։ Այսինքն այս ամեն ինչը այդ կասկածը, այդ մոտեցումը արդեն իսկ իրենք սերմերը ցանել են եւ գիտեք ինչ ես նորմալ եմ համարում որ Նիկոլի իշխանությունը իր այս մուտանտներով հանդերձ ապրիլի 24-ը իրենց համար տուն է իսկ ով ասեց որ իրենց համար ողբերգական օր է իրենք էլ են ցեղասպանություն արելու կազմակերպել հա Արցախի այդ արվածը ցեղասպանություն չի բայց արեք ՄԱԿ-ի կոնվենցիան հա ցեղասպանության այդ կանխարգելման այդ ամբողջը 46 թվին ընդունված նայեք կետերին կետ առ կետ ցեղասպանություն է տեղի ունեցել, հա, պարտադիր չի որ այդ մորթելու փաստը լինի, չնայած այդ փաստերն էլ են եղել։ Այնպես որ տեղի ունեցածը ցեղասպանություն է եւ հեչ ձեռնտու չի թուրքերին, որ այդ ցեղասպանություն բառը այդ գենոցիդը շրջանառվի, որտեղ դա իրավական հետևանքներ է բերում։ Իմ իջայլոց Անժելա, ես առիթից օգտվելով ասեմ, ես դիմում եմ մեր իրավաբաններին, ես իրավաբան չեմ, բայց այս հարցը ինձ համար շատ լուրջ խնդիր է, որովհետեւ այդ հարցը բարձրացրեց ուրեմն Լեմկինի անվան ինստիտուտի տնօրենը որի ուրեմն այդ հարցի նկատմամբ ազնվությունն ու նվիրվածությունը դժվար է, հա, կասկածի տակ դնել, ինքը մեզ զգուշացրեց, ասեց զգուշ եղեք ուրեմն էթնիկ զտումներ տերմինից։ Էթնիկ զտումներ տերմինը իրավական հետևանքներ չի ունենում։
հա, սա ցեղասպանություն է Արցախի հետ կատարվածը։ Դուք օգտագործեք ցեղասպանություն, ուրեմն եզրույթը, որտեղ վաղը մյուս օրը իրադրությունը փոխվելու է, եւ մենք այդ էթնիկ զտում ասելով, մենք իրավական հետևանքները ինքներս մեկ փակում ենք։ Ես շատ եմ խնդրում իրավաբաններին այս հարցի նկատմամբ, ես չգիտեմ, ես իրավաբան չեմ, գուցե ես սխալվում եմ, բայց բոլոր դեպքերում այս հարցը, որտեղ շատ լուրջ մարդկանցից ես հաճախ լսում եմ նույնիսկ իրավաբաններից էթնիկ զտում տերմինը։ Այստեղ ես պիտի խնդրեմ այս հարցում շատ զգույշ լինել եւ մի հատ մասնագիտական այս խորքով դա ուրեմն մոտենալ։ Շատ լավ, շնորհակալություն եւ հարկ եմ համարում այս 2-3 տող մեջ բերել Տեր Զարեից Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զահե քահանան Աշուրյանը արձագանքել է ՔՊ-ի պատգամավորին Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս անդրադառնալով է մեր եկեղեցիների Ստեփանակերտի մայրտաճարի ոչնչացմանը նշել էր, որ դատապարտելը ոչինչ չի տա։ Դու եւ քո նմանները, որոնք փորձում են արդարացնել հայկական եկեղեցիների կործանումը, ավերում քանդում Ադրբեջանի պես թշնամական պետության կողմից այսօր ձեզ իրավունք եք վերապահում ձեր քաղաքական լիդերի գլխավորությամբ եւ մի քանի տիրադավ իբրև թե հոգեվորականների մասնակցությամբ քաղաքական օրակարգ ձևավորել, քաղաքական հայտ ներկայացնել ընտրությունների շեմին, իբրև թե մտահոգված եք եկեղեցու բարոնորոգման հարցերով։ Այսպես մի քանի տողերի գրել է, շատ կարևոր է եւ նորից արժե հիշել այն տիրադավներին, այն սրիկաներին, այն հոգեվորականները, որ իբրև թե գնում են, միանում են ցեղասպանություն, ինչպես դուք ասեցիք, իրագործած այս խմբակին, Արցախը հայաթափելու եւ ցեղասպանության ենթարկելու, այն խմբակին նպատակով իբրև թե մենք գնում ենք բարենորոգում իրականացնելու։ Այո, եւ ես կուզենայի Կճոյանն է, չգիտեմ, ովքեր են մտածաններ ասեմ, այո։ Մարդկանց ուշադրությունը նաեւ ուղղել, գիտեք, այս օրերը ճակատագրական օրեր են, հա, այնտեղ խորոված, չգիտեմ, տրնգի եւ այլն, բայց այս ամենի յետևում վարակույրների այն կողմում մեր ազգի համար, մեր պետության համար, մեր հայրենիքի համար ինչ-որ չարագուշակ բաներ են կատարվում։ Ես այդպիսի զգացողություն ունեմ, հա, այս Թուրքի այցը, դրան անմիջապես հետևող, ուրեմն այդ արևմտյան լիդերների այցը ոչ մի լավ բան հնարավոր չէ կանխագուշակել, այնպես որ մեր հայ ժողովուրդը կամ գնում ենք դեպի ինքնասպանություն կամ Նիկոլի Արբանյակներ, ընդ որում ինքնասպանություն կամ փրկություն, որ այդ փրկությունը իսկապես շատ շանսեր կան այսօրվա աշխարհակաղակական վերաձևումների պայմաններում մենք կարող է ոչ միայն փրկության, այլև ազգային մեր եղձերի շատ ու շատ իրականացման կարող ենք գնալ։ Մյուս ճանապարհը ինքնասպանությունն է, եթե դուք չգնաք, այս միակ շանսը, վերջին շանսը ընտրությունը, որ ձեզնից ինչ-որ մի բան կախված է, գնացեք, ես մեր ժողովրդին զայրույթ եմ ցանկանում։ Գիտեք, որ ոչ միայն զզվեն, այլև զայրանան, գնան մտնեն այդ տեղամաս, գրիչը վերցնեն եւ գրիչի մի հարվածով իրենց զայրույթը արտահայտեն։ Այն ամենի նկատմամբ ինչ տեղի ունեցավ մեր ազգի, մեր ժողովրդի նկատմամբ։ Ես անկեղծ ասած, այս իմաստով լիահույս եմ, որ վերջին պահին մեր ժողովուրդը իրեն ճիշտ կպահի։ Չգիտեմ, եթե դուք իմացեք, իբրև թե ասում եք Նիկոլին չեք ընտրում, եթե դուք գնաք ընտրեք բոլորին դեմ եք, դուք սուտ եք խոսում, ուրեմն կամ եթե չգնաք, ընտրում եք Նիկոլին, եթե դուք չեք գնում ընտրության, նորից նշանակում է ընտրում եք Նիկոլին, եթե դուք ընտրում եք Նիկոլի Արբանյակներին, այն որ մեկը Սրբազանի հետ էր իբրև թե պայքարի մեջ, ինչ էր Սուրեն ինչ որ Պետրոսյան, ինչ որ Գուրգենների եք ընտրում, ինչ որ Արման Բաբաջանի Ջանյան, Մյուսին դավաճան մարդիկ են էլի։ Արամ Սարգսյանին, եթե դուք գնում ընտրում եք այս մարդկանց, նշանակում է դուք գնում ընտրում եք նորից Նիկոլին կամ փոքրիկ Նիկոլներին։ Հիշեք, եթե դուք ընտրում եք նշելու եք բոլորին դեմ, դուք ընտրում եք Նիկոլին, ինքնախապեյությամբ չզբաղվեք, սուտ չխոսակ, ձեզ սրիկայի պես չպայեք, իբրև մեկ Նիկոլին չենք ուզում։ Դուք Նիկոլին չեք ուզում, բայց ես շատերի մեջ եմ տեսել, որ այն համոզմունքը բանուն է, որ գնալու են իբրև թե ուրիշի հետ են, չէ, դուք հոգու խորքում մնում եք Նիկոլական ու գնում եք փոքրիկ, ավելի վտանգավոր, քողարկված այս փոքրիկ Նիկոլներին ընտրելու։ Անժելա, բայց ես ավելի շատ տեսնում եմ մարդիկ, ովքեր ավելի միտված են դեպի առողջ ուժերը։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Արմինե Ադիբեկյանի հետ։